Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին։ Մեր հետևորդներին հիշեցնեմ, որ Նոյան Տապանի ուղիղ եթերները կարող եք հետևել Նոյան Տապանի Patreon-ում, Facebook-յան եւ YouTube-յան էջերում։ Բարև ձեզ, պարոն Շիրինյան, ըստ ավանդույթի մեկ շաբաթ անց մենք հանդիպում ենք եւ հասկանանք ինչ կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել այս շաբաթվա ընթացքում եւ տարին ենք ամփոփում, պարոն Շիրինյան, կհանդիպենք 2026-ին, ընդհանրապես տարին ինչպես է գնահատում։ Գուցե վերջին իրադարձությանը Սանկտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանի Վլադիմիր Պուտինի հանդիպմանը անդրադառնանք, ասենք որ Ալիևը այնտեղ չէր, բայց կարծես թե ռուսական կողմը շատ հանգիստ ընդունեց նրա բացակայությունը կամ ցույց տվեց, որ հանգիստ է հանդարտ են ընդունում։ Հիշենք, որ մեր բացակայության ժամանակ միշտ լինում էր վարչապետի հասցեին կշտամբանքներ, բայց այս անգամ առանց Ադրբեջանի, թեև Նիկոլ Փաշինյանը հնարավորություն չտվեց նրան մոռանալու, շնորհակալություն հայտնեց Ալիևից այս ներկայիս իրավիճակի համար խաղաղություն, տնտեսական որոշակի համագործակցություն։ Ձեր կարծիքով այդ քննարկման ընթացքում որն էր ամենակարևորը։ Նշենք, որ Վլադիմիր Պուտինը սկսեց առևտրաշրջանառությունից, այդ ստերը, այդ ինչ-որ թվեր ասեց, թվեր, որը հիմա ավելի քիչ է, քան 24-ին։ Բացի ինքը ոչ մեկը չգիտի, եւ Հայաստանի իր ղոլամները ոչ մեկը չգիտի, թե դրանք ինչ թվեր են, ինչ են, որոնք չկան։ Բայց ես ուրեմն կուզենայի այդ վերլուծության մասը մի փաստագրումով սկսել, որ այս տարի հունվարի 14-ին էր կարծեմ, չէ, կնքվեց հայ-ամերիկյան, Հայաստան-Ամերիկա ավելի շուտ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Լավ կլինի հայությունը այս կետից սկսի մտածել, բայց հայությունը, որտեղ հոգեբանորեն հակված չի շատ բաների, սկսում է այն բաներից, այս կոնտեքստում պիտի նայել, որտեղ այդ համաձայնագիրը ծնեց օգոստոսի 8 եւ այդ ընթացքում Հայաստանի գեոստրատեգիական կողմնորոշիչները կամ բալանսը շուռ եկավ բոլորովին այնտեղ, որտեղ Պուտինը չէր ուզի։ Եվ այստեղից էլ Պուտինի վերաբերմունք անմիջապես փոխվեց Փաշինյանի նկատմամբ, արհամարանքից անցավ սիրալիրության եւ մի քիչ էլ այն ավելի շատ սիրալիրության։ Այնպես որ աշխարհը մեծ է, ուրեմն հարափոփող ընթացքի մեջ է, եւ վերջինը դրան էլ դուք գիտեք, որ այն G20-ը որ կա տնտեսական համագործակցության, Տրամփը հետևողական է իր քաղաքականության մեջ, Ղազախստանի եւ Ուզբեկստանի նախագահներին, որպես կարծեմ դիտորդներ հրավիրել է այդ ֆորումին մասնակցելու։ Սա բոլորովին ուրիշ բան է։ Այստեղ է մեր հարցը, ոչ թե Պուտինը ասեց շնորհակալություն Ադրբեջան, դրանք երկրորդական են, ինչ իմաստով։ Ուրեմն Միացյալ Նահանգները հստակ թափանցում են Միջին Ասիա, մեր ասած Միջին Ասիա, որը Արևմուտքում կենտրոնական Ասիա է անվանվում, որտեղ է ուրանը, հացահատիկը, որտեղ են գունավոր մետաղները, բամբակը, մարդկային ռեսուրսը ահռելի եւ երկու ղեկավարների անշեղ ձգտումը, ուրեմն Տոկաև եւ Ուզբեկստանի նախագահ, որոնք ինչպես Հայաստանը վարում է բալանսի քաղաքականություն։ Այս հայի մեր հայրենիքներ մի ուղեղի մեջ չի տեղավորում այդ բալանսի թշնամի լինեն ոնց, որովհետև այն պրիմիտիվ Թուրքիա, Ռուսաստան, թուրքական այս դիխոտոմիայից դուրս չի գալիս։ Եվ սա մեր քաղաքականության հաղթանակն է ամերիկյան քաղաքականության կոնտեքստից։ Ինչու է հաղթանակը։ Որովհետև ուրեմն Միջին Ասիայի հետ, այդ կամ կենտրոնական Ասիայի հետ հնարավոր չի ռազմավարական համագործակցություն լայն իմաստով առանց Թրամփի ուղու։ Ես էլ սա նշանակում է ռուսական ձգտումների գերեզմանում եւ նրա ստրուկների այդ մեղրու միջանցք, ինչ ուզում է ասեն այդ Ալիև մանիը։ Սանկտ Պետերբուրգում եղավ, չէ, Պուտինի եւ Փաշինյանի հանդիպման ժամանակ։ Դրա ինատուր սկսեց ինչ-որ կոմունիկացիաներ, բաներ, որ անհետ է։ Եհո մենք ապրում ենք, չէ, աշխարհը հո բանով ինչ մեր ժողովուրդն ինչ ասում, չալով կամ ծաղոտով չի ծածկված, ինչ կոմունիկացիա, ինչ բան։
ինքը պետք է մտածի ռեժիմն ինչպես է փրկելու, Ռուսաստանը այդ ճգնաժամից ինչպես է դուրս գալու, այստեղ է, այսինքն մենք, ես անցած ժամի, մեր հանդիմանն ասեցի, որ Հայաստանն իմ կարծիքով ռազմավարական մեծ թևարգության է դուրս եկել համաշխարհային, եւ այդ փաստորեն բանալի պետություն դառնում է, ով ուզի չուզի, մեր հայրենագիցները որ ուզեն լավ կլինի, բոլորը, նույնիսկ ռսամերները, որովհետև ռսամերությունը իրենց մորից չի ծնվել, հայամերությունը հայկական է, ռսամերությունը օտար է։ Ինչ եմ ուզում, բայց այդ բառերից խնդրում չնեղանան, էլ ես նեղանալու համար չեմ ասում, ահա, եւ այդ ուղին աշխատելու է։ Լավ կլինի, որ մենք մտածենք նայել։ Առանց Ռուսաստանի ենք աշխատելու։ Չէ, առանց Ռուսաստանի է աշխատելու, ոչ թե առանց Ռուսաստանի էլ։ Ռուսաստան այդտեղ մուտք չունի, ինքը իհարկե մեր վարչապետի սիրալիրությունը դեպի կախված է պատուհանով դուրս գցեցին դռնով ներս մտնելու կամ եթե դռնից շպրտել են պատուհանով թափանցելու, որը իմաստ չունի, մեկ է իրենք ռեսուրսի եւ այլ իմաստով դուրս են գալիս։ Ռուսաստանը ինքը փեշերը քաշում է, օբյեկտիվորեն, ոչ թե ուզում են։ Ցակում են այստեղ է հիմա այդ մնացածն արդեն ամբողջովին այդ բոլորը բացատրվում է, իմ ասածը ամենևին էլ, այսինքն պաշտպանել չպաշտպանելու հետ կապ չունի, բազմաբերվեր եւ հավասարակշիռ բալանսը հավասարակշիռ է թարգմանվում եւ հաշվեկշիռ է թարգմանվում, հաշվեկշիռը հավասարակշռության մեջ Եղավ, այս քաղաքականության մեջ է նորմալ է, ես էլի անցած ժամից մեր հանդիպու ժամ եմ ասում Մենք Ռուսաստանի հետ կունենանք ինձ համար պարզ է, այնպիսի փոխհարաբերություններ, ինչպիսին ասենք Անգոլայի հետ ունենք, եւ պիտի ունենանք։ Այդքան շատ է։ Շատ, մեր համար մեր խնդիրը ռուսական մշակույթից հեռանալն է, ռուսաց լեզվից հեռանալն է, ռուսական դպրոցից հեռանալն, ինչու՞, որտեղ սա եզակի մի պետություն է, որը դպրոցը լեզուն օգտագործում է ուրիշին այլասերելու համար, ուրիշները չեն անում։ Այդ հացահատիկ են բերում, ուրեմն չէ, այնքան իշկանով կիմանան լեզու, ես մեծ են ինչ-որ ռուսական մեծ լեզու եւ այլն, եթե այդպես է մնալու չենք ազատագրվելու, բայց իրենք այդ այլևս չունեն, իմը գեոստրատեգիական է վերլուծությունը, ոչ թե սիրում եմ, չեմ սիրում, ես բացի Հայաստանն ու հաջողորդը ոչ մեկին չեմ սիրում, բայց բարյացակամ եմ բարձ է շատերի հանդեպ եւ դա նորմալ է։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այս բանի մեջ նայում ենք, մնացածը մենք այն հզոր երկիրը չենք, ասենք Ֆրանսիա չենք, որ շատ բաներ մեզ թույլ տանք, դրա համար մեզ մնում է խելքով աշխատելը, չպտանքելը։ Նկատում եք երկաթուղիների վերաբացման այդ խնդիրը, որ խոսվեց այդ մասին, դա Փաշինյանը ինչ որտեղ վերցրեց Հայաստան հետ այդ գաղափարը։ Որը Երկաթգծի հետ կապված։ Երկաթգիծը այդ նախագծերի մեջ է, հայկական խաչմերուկ, այսինքն այեցեք ինչ կա, եթե ասում են հայկական խաչմերուկ, դա կոնցեպցիա է, դա ենթադրում է կոմունիկացիաներ, դա նշանակում է կոնկրետ երկաթգիծ, ավտոճանապարհներ, մայրուղիներ եւ այլն։ Եվ ենթադրում է, որ պետք է Ռուսաստանի Դաշնության հետ Ռուսաստանի Դաշնությունը պայմանագրային հարաբերության մեջ է մեր հետ, Եթե իհարկե այնտեղ խեղաթյուրված են իրենք ասում, որ այդ տարածքը բանը էլ, անպայման տարածքին են ուզում կպած լինեն, Հայաստանը կարծում եմ, որ այնքան խելամտություն կունի, նախ վարչապետը ուղղեց մի անգամ, այդ ասեց դա մեր սուվերեն տարածքի մասին չի խոսքը, երկաթուղու կոնցեսիոն կառավարման մասին է, չի լինի ձեռներից կվերցնենք մեր երկաթուղումը եւ ընդմիշտ կգնան այստեղից։ Իրենք այդ եմ ասում, դռնով դուրս են գալիս, կծում ես, պատանով ներս են մտնում, նրանք չեն ուզում հաջորդի ազատագրում, չեն ուզում Հայաստանը վերականգնում, թույլ Հայաստան իրենց Հարավային Կովկասը չեն ուզում։ Հարավային Կովկասը գիտեն, որ եթե մենք այսպես լինի, իրենց ադրբեջանցիները շպրտելու են, ինչպես որ Ալիևը օգտագործեց Պուտինին, Արցախը գրավեց, նվեր ստացավ, հիմա թեկածունի չի գնում, ուրել կանչում են։ Եղավ, սա թուրքական քաղաքամշակույթ եւ թուրքական պոտենցիալ է, դա մերը չի։ Իրենք դա լավ տեսնում են, դրա համար ինչ ճար ունեն, այսպես խոսք կա, էլի չի ասում են,
եթե չես կարող հաղթես ձեռը, թուրքական ձեռը պետք է համբուրես, ինչ է, այնպես որ իսկ մնացած երկաթուղին կվերականգնեն, կաշխատեն, չէ վերականգնի, այնքան վերականգնողներ կան, բայց ճիշտ կլինի, որ մենք վերականգնենք մեր ազգային հարստության եւ ստրատեգիական նշանակության օբյեկտների ընդհանուր առմամբ տերը մենք պիտի լինենք։ Կախվածությունը թուլացնենք, իշքան հնարավոր է։ Կախվածության թուլացման երկու ձև կա։ Ինքդ վերցնում ես քեզ, եթե չէ մեկը մեկով հավասարակշռում ես։ Ասենք, եթե Երևանում ենթադրենք սիթիների համակարգ է աշխատում, քարֆյուրները պետք է համապատասխան չափով աշխատեն, բայց չթողին, այսինքն որպեսզի գերակշռություն չառաջանա։ Էս էլ է տարբերակ, էլի ուզում եմ ասել, եւ տարբերակները շատ են։ Մնում ուրիշ բան, անկախության ձգտում եւ կամք, որ մեր ժողովուրդը պետք է ունենա, եւ ինքը պետք է հիշի, որ ինքը այն գլխից առաջագործության ժողովուրդ է, այդպես նույնիսկ ասեմ, որ հետաքրիր է Մովսեսը, որի մասին դե շատ չէ, իր մարգարեություններում ասում է, որ մարդկային արարած է եւ քաղաքակրթություն առաջացել է Հայաստանում։ Ավելին է ասում Լայբնիցը, գերմանացի խոշորագույն փիլիսոփա, մաթեմատիկոս եւ այլն, որ մարդը առաջին անգամ այսպես քաղաքակրթորեն Հայաստանում եւ այլն։ Մենք սրան պիտի տեր լինենք, հետեւապես գիտե որ այդ հարց տալու եք, այս եկեղեցի շատ արագ ռուսական ազդեցությունից, օտար ազդեցությունից եւ նրանց մարդկանցից պիտի ազատվի շատ արագ։ Այնպես որնալ պետք չի, գիտեք ինչ կա։ Ինչ է, հիմա ինչ են ասում, ասում է ԿԳԲ-շնիկ է, էլի։ Հայելելի չեք ուզում, եթե ԿԳԲ-շնիկ է։ Հասկանում եք, ոնց է օտար պետության գաղտնի ծառայությունն ինչ անում, լրտեսություն է անում, երկրորդն է կառավարում է, փորձում է կառավարել, եթե ուժը պատի։ Իսկ Հայաստանում ուրիշ բան է անում։ Նա առաջացնում է իշխանության երկրորդ կենտրոն, օրինական քաղաքացիական հասարակության չեք, այսինքն մեր ժողովրդի իրավունքի մեջ իր իշխանության կողքին առաջացրել է անգայնության վարակիչ աղբյուր, բանի կաթողիկոսով եւ կառավարման կենտրոն, որ անթույլատրելի է։ Ոչ մի պետություն դա չի հանդուրժի, դրա համար իշխանությունը, քանի որ լավ չեն հասկանում, ովքեր որ պիտի հասկանան, քրեական օրենսգիրքը պետք է դնել գործողության մեջ։ Այն չկա, որ գիտեք, դե ԿԳԲ-շնիկ եղել էլի։ Ով չի եղել, ասում են այդ տարին։ Ով չի, ես չեմ եղել, հայտարարում եմ։ Դուք պաշտոն չեք ունեցել։ Չեմ ունեցել, ուզում եմ ասել, չէ, դե իրենք էլ ստուկա չեն եղել։ Ուրեմն ժամանակին Գորբաչովի ժամանակ էր, բերեստրոյկա էին անում, չէ։ Իզվեստիա թերթի մի տվյալ այսօրվա նման հիշում եմ, որ հրապարակվեց, որ սովետական յուրաքանչյուր 10 քաղաքացուց մեկը կամ ԿԳԲ-շնիկ է կամ ստուկա չէ եղել։ Հայաստանում հավանաբար 20-ից մեկն է, մեր հաշվին փակել են։ Սա պիտի անթույլատրելի բան է։ Եթե նույնիսկ Ռուսաստանի հետ ուզում եք բարեկամություն, նա ձեզ չպիտի կառավարի, ձեր մեջ չպիտի մտնի, չկառավարի, լրտեսություն չպիտի անի, այս կամ բան։ Դա քայքայիչ կենտրոն հոգեբանական, եւ այս պրոցեսը կան ասել վերջացնել։ Ակնհայտ սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյան նկարպես Կոպիրկինի հետ են բանի Աղասի Խանջյանի մենատան դիմաց եւ սկսվեց այս վերջին էտապը։ Ճիշտ է։ Այո, չէ, այդպես է։ Ուրեմն ուզում եմ ասել, պետություն կայացնել շատ դժվար բան է, ասել եմ ասելու, որ հիշեցնում եմ ես միշտ գերմանական տարբերակ, որտեղ մեր պարամետրերը ճիշտ է, համընկնում են ինչ-որ։ Այո, ինչ-որտեղ համընկնում են։ Դրա համար հրաշալի ասեցիք Բիսմարն ասում էր, որ պետությունը ստեղծում արյունով եւ երկաթով եւ ինքը ստեղծեց Գերմանիա, որը երկու անգամ էլ ջախջախվում է, ելի պոտենցիալը պահում է, այն ձևի Գերմանիա է ստեղծել, թե չէ Գերմանիան ինչ էր, 1000 իշխանապետություններ, ինչ-որ էլ ապարանցի, էլ ախալքալակցի, էլ Ղարաբաղցի, նույն վիճակներ են դեղ էլի, հասկանում եք ոնց է, Գերմանիա, մինչև Բիսմարկը, ուզում եմ ասեմ, ես կամ մնացած ամեն ինչ։ Պաստորեն, եթե ամփոփենք տարի։ Ամփոփենք երկիրը կայունություն է ձեռք բերել, ես շատ եմ ասել պատերազմից հետո, որ մեզ առաջին հերթին կայունություն է պետք, որպես պետություն, որպեսզի եւ ժողովրդավարություն ունենանք, եւ զարգացում ունենք, եւ հետո է ժողովուրդը շնչելու հնարավորություն ունենա, այսքան վերքից, կորուստից ամեն ինչից հետո, ապա քիվի չէ մեծ լայն իմաստով,
օրդնունգ, օրդ կարգ ու կանոն, ուրեմն դա է պետք, իսկ դա շատ է, այս տարի հարաբերական կայունություն կա սահմանային գոտում, գիտեք ինչ է, ճիշտ է, որ արդեն ադրբեջանցիներին դուրս պիտի շպրտել դրա մասին պիտի մտածել, այս ուրեմն, բայց հիմա եթե գնում ենք այդ դրա համար եւ դրա արդյունքը մենք տեսանք անմիջապես Հայաստանի Հանրապետություն բոլոր ճանապարհներն ասֆալտապատ են հիմա մարդկա պայթում է իմ ասածը վրա ես Նիկոլին չեմ պաշտպանում էլի կուզեմ էլ կպաշտպանեմ կասեմ լավ եմ անում բայց ուզում եմ ասել իրենք թողանեին էլի իրենք այսպես օջախում խաշխորոված էին ուտում ովքեր գիտեն իրենց այդ միջև այս քթներն յուղոտ մուղոտ էլի պրեզիդենտ չէր էլի ուզում եմ ասել այս թող իրենք անեին եւ դպրոցներ եւ այլն կան արդեն մուսուլման գաբարդեզներ այդ կայունությունը որ չլներ սա չէր լինելու տնտեսականն էլ ասեմ ձեզ որոշակի տեսնում եք, չեմ ասում շատ է լավացել, բայց վիճակի փոփոխություն կա։ Դե բողոքելու դեռ տեղեր։ Բողոքելու տեղեր միշտ է լինելու, ամերիկացիքել են բողոքում։ Հիմա որ Սան Ֆրանցիսկո եք գնում են, ինչը հոմլեսները լցված են, մի հսկատեղ ձեզ էլ ասում են հանգարց այդ թաղամաս չգնաք, գործ չունեք։ Այդ միշտ լինելու է։ Այդ չափի մասին է խոսքը, ոչ թե ընդհանրապես պետք է լինի։ Իհարկե մեր մոտ այդ հարցը կա, սոցիալական եւ այլն, բայց այստեղ ամլավագույն կոնցեպցիան քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության կոնցեպցիա որ ունի բանաձև Հայաստանում հարուստներ շատ պիտի լինեն, բայց աղքատներ չպիտի լինեն։ Մենք պետք է այս քաղաքականություն ունենք։ Հարուստներն օրենքի մասին է խոսքը, օրենքով կարգավորված։ Պիտի շատ լինի, բայց աղքատ չպիտի լինի։ Ոչ թե բոլորս հավասարվենք աղքատության վրա, ինչպես սովետական միություններ։ Նա հարուստ ցույց տան ասեն եւ այլն։ Այս մտածողության հարցը, եթե փոխում է, Այդ իմաստով հիմա ուրիշ հարց է գալիս, եթե ուզում ենք վերականգնվենք, շարունակենք, համագարկային դառնա փոփոխությունը, որտեղ սա պիտի վերածի պոտենցիալը էներգիան կինետիկ էներգիա է վերածվի, հա, որպեսզի լինի, հիմա կառավարությունը շտապ չէ, բայց շատ հիմնավոր մսուր մանկաբարձ մինչև բու այս ցիկլը ամբողջովին պիտի իսկական վերակառուցման ծրագրի մեջ տնի 5-6 տարի հետո կրթական առատ եւ դաստիարակ չկա դե կրթական եթե նորմալ եք անում դաստիարակությունը գալիս է այդ այդպես չի որ հիմա ինչ է հիմա բուհերում ինչ է ասենք ասում են ինչ է մանկավարժական հմտությունները պիտի շատ լավ լինի ես էլ ասում եմ ինչի համար լինի գիտելիք պիտի լինի թե չէ Պրոբլեմ էլ կա, չէ, այնքան արեցին խեղճ ծնողների ուղեղը լցրեմին, որ դասագրքերը պիտի շատ պարզ գրվեն։ Ես ձեզ ասեմ, որպես գիտության դոկտոր եւ տեխնացու տարբեր ոլորտներում, գիտելիքը պարզ չի կարող լինել։ Այդ պրիմիտիվացումը բերեց այս բանի եւ ես դա քննադատել եմ ծրագրերն ինչ է պարզ պետք է լինի չէ խրթին չպետք է լինի ոչ թե պարզ պետք է լինի հասարակ բան երեխաները ամբողջ օրը տանը դաս են սովորում ճիշտ է որովհետեւ դպրոցը լավ չի սովորեցնում հիմա իմ ասածներն է որ մենք ունենք նյութատեխնիկական բազա դպրոցում ունենք դպրոցները վերականգնվել են դասարանների հարցերը լուծված է շատ քիչ բան է մնացել հիմա քանի որ սա նյութատեխնիկական բազան է ոնց որ թե գումար ունես կարող ես բիզնես սկսես էլի հիմա սա կուտակում է հիմա պետք է շատ հիմնավոր մսուր մանկապարտեզից մինչև բու ուրեմն այս իսկական խորքային բարեփոխումներ սկսել որտեղ ձևայնությունը քչացնել դաստիարակության մեթոդների չափը կրճատել, որտեղ դա ոչ մեկ ինչու, որտեղ դա որ եթե 100% է, եթե դուք դաստիարակություն 90% եք դարձնում, 10%-ով գիտելիք չեք ունենալու։ Այսինքն համամասնությունը գտնել եւ միշտ իմանալ, որ դպրոցի խնդիրը առաջինը գիտելիք տալն է, ոչ թե դաստիարակություն։ Չեմ հակադրում։ Այս համամասնություն շատ է խախտված։ Դրա համար մարդիկ ասում են սովետական դպրոցն ավելի լավն էր։ Ուրեմն այս եւ անգլերեն լեզուն համակարգչի հետ ուղղակի պիտի դարձնել կենցաղ, սա անխուսափելի բան է, այսպես փառքաստը ուրիշ բան կա նաև Ֆրանսիայի հետ այսպիսի մերձեցում ունենք, բայց ֆրանսիական մշակույթի ազդեցությունը չկա, այս ռեստորան, սրճարան եւ այլն, բերեք, լցվեք, Շարլ Ազնավուրը
հիմնավոր եւ այլն ինչ ունենք, հրաշք է այդ ամենը։ Ուզում եմ ասել, այս մասը, գիտեք հարցադրում ինչու է, որովհետեւ եթե մենք այդ դպրոցական ցիկլը չենք ունենա իսկական, ընդ որում այստեղ ասեմ, որ Ֆինլանդիայի օրինակը մեզ ոչինչ չի տա, որովհետեւ Ֆինլանդիան այնքան գումարներ ունի միջոցներ, որ կարող է 10-100,000 երեխա ձրի պահել։ Պիտի նայել երկրի կարողություններին եւ հիմնավոր կրթությունը նաեւ ազգային ավանդույթների մեջ պահել, այդպես չի որ այստեղից վերցնենք, այնտեղից վերցնենք, այն Բոլոնիա բան, այդ բոլորը նաեւ կողոպուտի ճանապարհներ են, գնալ, ման գալ, բան 10-20 տարի։ Ուրեմն սա շատ հիմնավոր պիտի արվի։ Դրա վրա ինչու եմ ասում, որտեվ հիմա նորից ամերիկյան տեսնում եք արդեն տեխնոլոգիան գալիս է, արհեստական բանականությունը շարժվել է, չէ Հայաստան, եւ դա լինելու է, եթե Թրամփի ուղին լինելու է, չզարգացած Հայաստան չի կարող լինել, չսպասարկի, սա ռուսական տարբերակը չի։ Ուրեմն դրա համար հարց է Հայաստանի որ բուհերն են սպասարկելու այս տեխնոլոգիական հեղաշրջումները, որ բուհը կարող եք ասել, ոչ մեկ ի վիճակի չի սպասարկելու։ Այդ այն չի որ էլի գնանք սովորենք, չգանք եւ այլն։ Մենք պետք է կրթություն ունենանք, մենք ավանդականորեն, այս սա հարց է։ Մենք դրսում ունենք պոտենցիալ, որ կարող են գալ այստեղ եւ կարող են գալ, բան, բայց այդպես չպետք է լինի, որտեղ մենք պետք է հիշենք միշտ, ինչպես գերմանացիները միշտ հիշում են, արևելքում Մոսկվան է, արևմուտքում Փարիզն է, գլխավերևն էլ Լոնդոնն է, այդ գիտակցությամբ էր բանը ստեղծում Բիսմարկը այն Գերմանիան, մենք էլ ունենք արևելքում Բաքու, արևմուտքում Անկարա, վերևում Թիֆլիս, ներքևում էլ Թեհրան։ Հիմա այս նշանակում է Հայաստանի գեոստրատեգիական դիրքը 100%-ով դրական չի, չեմ ուզում բաներ ասեմ, հետևաբար մենք պետք է նկատի ունենանք, որ ներսից պիտի լինի ինչ-որ բան։ Այստեղ էլ մի բան ասեմ, որտեղ հիմա ժամանակները խաղաղվել են, մենք պետք է զարգացնենք այս ամեն ինչի հետ ոչ մետաղական հանքարդյունաբերությունը։ Դա բացառիկ հնարավորություն ունենք, եթե Ադրբեջանի պետք չի անդադ ոռնալ, իրենք նավթ ունեն, հիմա կարող է ծերից վերցնեիք, հիմա Ադրբեջանը նավթ ունի, Վրաստանը ցիտրուս ունի, չգիտեմ ինչ, ես Հայաստանն ունի ոչ մետաղական հանքերի ունիկալ պաշար, որոնց մեջ քարը իր բազմազանությամբ եւ այլն, այսինքն մեր բրենդն էլ դա կարող է լինել բրենդ, եթե ասում։ Բայց ինչպես եք պատկերացնում այդ հանքարդյունաբերությունը, քիմիան հիմա գալիս է հաջորդին։ Մեզ պետք է քիմիայի վերականգնում, ինչու, որտեղ էկոլոգիայի խնդիր կա, քիմիան ինքնին բարիք է, որոշ ճյուղեր, օրգանական, անօրգանական եւ այլն։ Եվ իմ ընկերներից մեկն ասում է, դա նաև էժան է, հնարավոր է զարգացնել, էլի։ Ուրեմն այս բոլորը ինչ է լինում, ստացվում է, որ մենք կանգնել ենք պատմական մեծ վերափոխումների առաջ եւ հիմքը պիտի լինի հստակ մերը, որն է։ Եվ Նիկոլ Փաշինյանը երբ ամփոփեց տարին Սանկտ Պետերբուրգում, ասեց խաղաղություն ենք բերել։ Դրա համար խաղաղություն է պետք, առանց խաղաղության դա չի լինի, բայց չի լինի առանց խաղաղության։ Փաշինյան հստակ։ Հիմա մի րոպե էլ ասեմ, ակնունքը ելակետն էլ պիտի լինի հստակ մոդելը պետականության առումով։ Մեր պետականությունը կայացել է Արտաշեսից սկսած, երբ որ նա հայկական ինքնատիպ մշակութային իրականությանը խառնեց հունականը, հելենիստականը, այստեղ առաջացավ այն հզոր Հայաստան Տիգրան, եւ մինչեւ տրթադմեց, այստեղ հիմքը արդեն 100% է, տրթադմեց Գրիգոր Լուսավորիչ 301 թվական, այստեղից մեկնակ է, դա մեր կոնցեպցիան, նաեւ քրիստոնյա ժողովրդավար, որ կարծում եմ, որ այսպես ուրեմն մնացած կյանքին թելադրի, խաղաղությունն անշուշտ պիտի խաղաղություն ուզենք, բայց ես չեմ ուզում վարակված լինենք խաղաղությամբ, որտեղ խաղաղությունը մեզնից չի կախված, չէ, մենք տեսանք, որ շատ բան մեզնից չի կախված, նույնիսկ մեր անվտանգությունը բարձվեց մեզնից, մեր գեներալները մեզնից չէին կախված, ուր մնաց, ասենք պետության վերակառուցումը պետք եւ իհարկե խաղաղություն լինի, որպես կարողանանք սերունդ աճի, չէ, այս կորուստները, բարոյական հազար մի կորուստ կա, չեմ ուզում այս հարցերը անընդհատ, որտեղ մենք նայում մի քիչ սովորություն ունենք, էլի այդ ուղղությամբ շատ բան անել։ Եկեղեցու նոր կաթողիկոսին էլ հիմքվանից ես առաջարկ ունեմ, էլի,
Իշքան գիտեմ նոր կաթողիկոս, նորը պետք է լինի, հաստատ պետք է լինի, չի կարող լինել, դա վերջացած բան է, ուղղակի պետք է քրեականով կգնա, ինչ եղել է։ Պետությունը խաղ այս կիրակի հնարավոր է այդ ամենը։ Չգիտեմ, ես դա ասում եմ, բայց դա կարող է դիվերսիոն գաղափար, չգիտեմ։ Այստեղ բան կա, նոր կաթողիկոսը կամ տեղապահը պետք է ուրեմն 7 մեռելոց ունի եկեղեցին, կարծեմ 7 է։ 7 մեռելոցը պետք է կրճատել եւ ապրելոցների վրա տոներ պետք է անել։ Միջ ապրելոց չունի մի հատ։ Քանի տարի, որ նոր չեմ ասում, այդ Սերժի ժամանակ եմ ասել, եղբայր, 7 մեռելոց ունես, թե 5 մեռելոց։ Չլինի մեր կատել ապրելոց ունենանք։ Մենք ինչ է եւ ուզում եմ ասել սրանք այն հարցերն են, որը մեր ժողովրդին վերականգնի եւ այսպես իմ պատկերի առաջ այսպես է գալիս։ Եթե մենք սրանք անում ենք, Արտաշեսը իր սաթենիկին գրկած վերադառնում է հազարամյակներից նոր իրականություն, արդեն Mercedes-ով երևի կամ էլ հայկական արտադրության լավագույն մեքենայով երևի։ Այսինքն բան չկա, այսպեսի ճանապարհ անցել է Գերմանիան, կրկնում եմ, շատ ծանր վիճակում, բայց այդ ճանապարհ անցել է Հարավային Կորեան, որը շատ աղետալի վիճակ էր, գողերի, ավազակների, մաֆիոզների պետություն էր, իսկական, Կորեան չեբոլների հետ հանցագործ միավորումների երկիր էր, բայց հիմա առանց Կորեա աշխարհ ոնց որ չկա, այդ Թայվանի մասին չեմ ասում, Կորեան շատ նման է մեր այդ ընտանեկան բիզնես, խարդախություններ, այս կծեր բան, ինչ որ եղել է Սերժի ժամանակ, դրա համար էլ երևի գնաց Կորեայում այնտեղ դզվեց, փչվեց եկավ էլի, փոխանակ երկիրը դզեր փչեր։ Այսպես ուրեմն է դրա համար, բայց նաև այստեղ կա ուրիշ մի բան։ Հիմա հերթով եկավ, այնը պիտի ասեք, նոր էլիտա է մեզ պետք։ Ազգային դաստիարակված կրթված էլիտա։ Առանց կրթված էլիտայի հնարավոր չի Հայաստանը վերականգնել, որոնց պիտի բոլորին ստուգել, որևէ երկրի գաղտնի ծառայության հետ ով կա, պիտի դուրս չբրդել, ցանկացած տեղից, առաջին հերթին ռուսներին, ռուսագանը, որտեղ վխտում է, դա շատ է, էլի, կամ տոկոս պետք թողել, էլի, ռուսի շպիոն ասել 5 հոտ ու ազգաններն իմանանք, ովքեր են այդ ռուսի շպիոնները։ Դե հիմա արդեն կարծես թե ոչ մի բան չի լինում գաղտնի պահել, սոցցանցերում այնքան արագ են տարածվում, եթե ուզում են, բայց ասեն, հա, այդպես է, ասեմ ձեզ ինչու, եթե իրականում դուք ժողովրդավարություն եք ապահովում, թափանցիկ ենք։ Իհարկե, ժողովրդավարություն իրական իմաստով չխոսքի, ինքը ժողովրդական էներգիային հորդառատ բացում է ճամփեն եւ այն մութ այդ տեղերը լուսավորում է, այստեղ շատ դժվար է այդ գաղտնիք պահելը, դրա համար գալիս է մենք պետք ունենանք կատարյալ որակի գաղտնի ծառայություններ, որոնք պետական գաղտնիքը կարողանան պահել, այնպես ինչպես Մոսադն է։ Հա, այսինքն օրինակները շատ են, մենք էլ ինչ է, այդ ոնց է, որ դարեր առաջ կարող էինք Հռոմի ու Պարսկաստանի հետ վիճել, հիմա ընկել ենք ինչ ենք անում, մալի, ինչ, հա եղել է, բայց այդ շարժվել է պետք։ Եվ մենք այդ բոլոր պոտենցիալն ունենք աշխարհում մեկ, նաև երևի ժամանակն է, բացի մաֆիան, Ղարաբաղյան կլանը, որ պետք է դուրս տրվի բոլոր իմաստներով, եթե ունեք մաֆիա, եթե ունեք կլան, ուրեմն երկիր չի վերակառուցվում, սա մտներով թանեցեք։ Եթե ունեք այդ կլանը, ռուսները գաղտնի ծառայությունով նստելու են իրենց վրա կառավարեն եւ հանանք։ Հիմա սա հանում ենք եւ պիտի հանվի կամ պայքարը շատ ուժեղ պետք է լինի, քաղաքական մասով պիտի բացառել, մնացածը ուրեմն հիշենք, որ մենք աշխարհում հնագույն եւ արդիական քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ ենք։ Սա անփոփոխելի բան է, տարածքը կրճատվել է, մեր խելքից եղել, որ կրճատվել է, մի քիչ էլ մեր խելքից չի եղել, բայց շատ չպետք է ուսումնասիրել, հասկանալ, դրանց վրա եթե բևեռանում ենք, չի լինում էլի բանը, եւ նաեւ սփյուռքը պետք է կազմակերպել հայրենիքի հետ, մեր նշանախոսը պետք է լինի, ոչ թե բաժանիր, որ տիրես, այլ նաեւ ուրեմն համագործակցիր, որ կառավարես։ Եվ ինչ է, քանի որ դասերից խոսեցիք, Սանտ Պետերբուրգում վարչապետը այսպիսի մի հայտարարություն արեց, որ հայ ժողովրդի պատմությունը վիրտուալ խոսակցության մեջ ասում է չկրկնել իրեն, պատմական Հայաստանը ինձ ասում է մի գնացեք իմ ճանապարհով։ Մի Հայաստանի Հանրապետությունը մի դարձեք պատմական Հայաստանի մաս, որովհետև նա իրական պետություն է։ Օրինակ ես չեմ հասկանում այստեղ ինչպես եք մեկնաբանում։ Դա ինքը ակնհայտ է, որ
պետություն ստեղծելու իջաֆիքսով լցվել է վարչապետը եւ դա նորմալ է ինքն է ամենատառաբանքի ճանապարհով առաջին ինքն է անցել ժողովրդիներ հետ է անում այնպես որ ինքը մենակ անհատական իմաստով ամեն այսպիսի հայտարարություն ամեն հայտարարություն ուրեմն այսպես ես ոչ թե իր համար եմ ասում ես ունեմ իմ կոնցեպցիան ես ուզում եմ որ մեկնաբանեք որպես վերջերս այո ասեմ ձեզ հետեւյալը որ մի տարի չկա որ ես առաջին անգամ գերմաներենից հայկական լեռնաշխարհ աբիխի աշխատանքը հրատարակել եմ ակադեմիայում թարգմանել եմ տվել գերմաներենից այսինքն իմ մոտեցումը հակադրությունը չի համադրություններն են ես ընդհանրապես փիլիսոփայության առումով համադրության կողմ եմ իմ կրթությունն այդպեսին է ես ոչ թե աշխատում եմ հակադրությունների վրա այլ համադրելով սինթեզ անելով ինչը հին է անել եւ այլն հիմա ինքը ունի այդպեսի վերաբերմունք բայց այստեղ մի վերապահում կա էլի որ ես անում եմ եւ դա մենք պետք է հասկանանք քաղաքական գործիչների արտահայտությունները շատ է մասել պետք չի քնչան առարկա դարձնել գուցե ընկերական միջավայրում որ հասկացվի ինչի համար շատ դա պարզ բան է Պուտինը անդադ հայտարարում է որ Ռուսաստանը այս ինչ զարգացումն ունի նույնիսկ գողության վերաբերնվեց չէ Կուբրյանսկը գրավել էին Զելենսկի գնաց վերեն նկարվեց Ռուսաստանից մեկ էլ չեմ լսել որ ասի այդ ինչ էր սուտ խոսում գեներալին սպանեցին ով որ զեկուցել էր ես գիտեմ որ ենթադրում էր գեներալ չի էր զեկուցել որպես իրեն փրկեն մեկին սպանեցին որ ինքն է սխալվեցրել ուրեմն այդ արտահայտություններ լինում են ուժի վրա աշխարհայացքի մեջ եւ տեղին ու ուրեմն բանի համար ես եթե հանդիպեմ կհարցնեմ ինչու եք ասել բայց մնացածը եթե լասեմ բոլորն իմանան 3 անց պետության մեջ ազգային ժողովի նախագահ արտաքին գործերի նախարար եւ այո 3-ը պաշտոնական տեսակետ են ասում եւ մենք չգիտենք թե ինչու համար այդտեղ ինչու ասեցին որտեղ մենք ասեցի մենք պիտի հիշենք որ Ֆրանսիան չենք դեռևս Տիգրան մեծի պետություն չունենք քանի որ չունենք այստեղ դիվանագիտությունը փոխարինում է մնացած հզորություններին բայց հզորությունները որպես հզորությունը հետևից կա այստեղից էլ մի անգլիական բան ասեմ էլի անգլիական Պաշինյան դուրս գան կարճատև գովազդային դատարանի որից հետո շարունակենք գովազդային դատարանից հետո կլսենք արդեն հարգելի հայրենակիցներ հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր զրույցը Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչեւ առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե Ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310 Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում եմ Դրամական փոխանցումներ 1%-ով Օդանավով 1 փաունդը 2.99 Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում
նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է եւ հիշեցեմ, որ իմ հյուրն է Լևոն Շիրինյանը։ Պարոն Շիրինյան, անգլիական ինչ-որ պատմություն եք Անգլիացիք ասում են, որ հենց հիմա են ասում էլ հետաքրքիր եւ անգլիական քաղաքամետ կատարյալ է։ Մենք ուղղակի Գերմանիան ասում ենք, որտեղ նմանություններ կան, էլի։ Ասում է, որ բոլոր դեպքերում զինվածությունը եւ նրան սպասարկող դիվանագիտությունը աշխարհում ոչինչ չի կարող փոխարինել։ Սա մենք մեր ականջին օղանենք եւ գործենք այդպես։ Մնացած ամեն ինչ պետք է, բայց դրանց ոչինչ չի փոխարինի։ Ես որ ինչ ասեմ, բայց նրանք լինում են ժամանակ, երբ պետություն եք ուզում դառնալ, եթե չլինի այդ հարցերը չեն էլ գալիս։ Եվ տնտեսական մեր մի քանի հարցերին անդրադառնանք, հացահատիկը Ռուսաստանից Ադրբեջանով ենք ստանում, ադրբեջանական բենզինը եկավ, հիմա առաջարկում են բոյկոտել այդ բենզինը եւ Ինչու՞։ Այդ ասում են, եթե դուք բոյկոտում եք N1-ը գները թանկացնում է։ Եթե դուք բոյկոտում եք մյուսը թանկացնում։ Չեք ուզում։ Գուցե սա դեռ բարոյահոգեբանական նեսպես է եղբայր լավ երկիր սարքեք, ջնջխեք, անեք, արծը փակեք։ Պարտվել են ու ես սկսում են հիմա, ուզում եք էլի չար գեներալ ունենաք, պետություն է պետք, պետությանը ուրեմն սպասարկել է պետք, տնտեսություն է պետք եւ այլն եւ այլն։ Հիմա ես դրա փոխարեն ուրիշ բան եմ ասում, այո, հացահատիկը պիտի կա եւ այսպես։ Հիշում եք Լուկաշենկոն ոնց էր ասում, ուր եք փախչելու։ Կուդա они денутся։ Արմյանի, կանջի չէ, հիմա ինքը ուր է փախչելու։ Ինքը տեղավորվում է կներեք էլի, բանի համապատասխան տեղը Թրամփի չգիտի գլուխն էլ ոնց մտցնի, որ կներեք 1000 անգամ։ Հասկանում եք ոնց է, բայց մեզ էր ասում։ Եթե չունեք ալտերնատիվ, չկա ոչինչ զարգացում։ Հիմա, բայց այստեղ դա չի հարցը։ Կախվածությունը Ադրբեջանից չի առաջանում, չես, երբ ուզես չես կնի, գնողը չես։ Ռուսաստանից թանկ կբերեք, մի վախեք։ Ցածը բան, ամեն ինչը թանկ բերեք, պետք չի Ադրբեջան, պետք չի Պարսկաստան, պետք չի ոչ մի բան, պետք չի Թուրքիա, պետք չի եւ այլն։ Այս մտածողությունը պետության համար ընդունելի չի։ Հիմա այդ ոչ սեր է, ոչ ատելություն է։ Մեր ձևով ասում է $80,000 ֆինանսավորում արեցինք ադրբեջանական բանակին։ Ուրեմն ինքն է արել, ինքը կա լավ կլինի իր ձևով երեք են բանը բացադրես, որ մեր ձևով գոզանոստրան է։ Լավ կլինի իր վերջերը հավաքի ռուսերեն ասեմ, այդ բաներից միմոսություններից հեռու փախչի, հեքիաթներ չպատմի։ Նրանք եկել են Ռուսաստանի հետ պահելու համար, կաթողիկոս աշխատում է Ռուսաստանի հետ պահելու համար։ Մենակ մի հարց կա, լավ է Ռուսաստանը չեք լսում, անկում է գնում։ Դուք ինչ եք ուզում այդ Ռուսաստանից։ Հիմա բազմաֆունկցիոնալ քաղաքականությունը մենք չենք այդպես աշխարհում, նավթը եւ այլն։ Հիմա ես ուրիշ բան եմ մտածում, որ Հայաստանը պիտի աշխատի իր տնտեսությունը արտահանման վրա աշխատի, էլի, այն ճյուղերը, որոնք արտահանման հնարավորություն դրանք զարգացնի, դուք էլ Ադրբեջան հանեք, իրենց կախման մեջ գցեք, իրենք էլ կգնեն, որ ասենք պես քրիստոնեա ժողովրդավարական կուսակցության նախագահ
այս պահին մենք կարող ենք այդ Ինչը։ հարաբերությունները առևտրային Դե առ Ադրբեջանի լինում է, հետ։ էլի, կամած չեք զգում, որ բան է լինում։ Դուք ուզում եք ամերիկյան հովանավորություն, ուզում եք ֆրանսիական բարեկամություն Նկատի ունեմ, եւ դուք այլն։ ասում եք առևտուր անենք մի պետության հետ, ով հերոսացնում է Դուք Հայաստանին, Դուք գիտեք, նայեցի ինչ եղել։ Ես չեմ Նորից հիշենք հիմա Գերմանիա։ Գերմանիան հիշեմ, Պրուսիայի կանանց բոլորին կարմիր բանակը այն բան է արել։ Հիմա գերմանացիները հարաբերվում են ռուսների հետ, թե Դուք չէ։ ժամանակ է պետք։ Ժամանակ է պետք, դրա համար սկսել է պետք, չէ, ինչ որ միտեղ։ Սկսել է, նրանք էլ են սկսել, չէ։ Ուրիշ օրինակներ ասեմ ինչ էր եղել, ուրիշ ժողովուրդների կյանքում։ Մենք գիտենք դրանք։ Այսինքն նրանց թույլատրելի է մենք պետք է աղքատ, անճար, հա, չաղ ու բախտավոր Ղարաբաղյան կլանով այստեղ ապրենք, երկրում մարդ չմնա եւ մեծ տնտեսություն է պետք։ Եթե քաղաքականապես Աստված խելք է տվել, մի սխալվեք, ասում եք սխալվեն, մի սխալվի։ Կրթությունը զարգացել ու եւ այլն։ Իրենք էլ են ձեզնից բան ուզելու, չէ։ Ես չգիտեմ իրենց մոտ ոնց եղել։ Հիմա նա ինչ ճնշման տակ է եղել, որ ղազախական ցորենը գալիս է։ Դուք գիտեք, դա ամերիկացիներն ինչպեսի ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա եւ այլն եւ այլն։ Կարող է այդ ճիվաղը վերածվեց մարդասերի Ալիևի մասին է խոսքը։ Ուրեմն այս քաղաքական բաներ են եւ ուրիշ ժողովուրդների կյանքից իշքան բերենք օրինակ, որ ինչ են արել իրար։ Օրինակ Չերչիլը ատում էր հնդիկներին։ Գիտեք ինչեր է եղել, ուղղակի չեմ ուզում, հիմա ես այդ ժողովուրդներին իրար հետ կռվեցնելու բան չունեմ։ Կամ էլ ինձ չի էլ հետաքրքրում, ուրիշ բան ասեմ ձեզ որն է։ Մենք մեր ազգային շահը ձևակերպել ենք, թե չէ, մեր ազգային պետական շահը որն է, դրան է համաձայն պետք է գործենք եւ այդ բաների փոխարեն այդ հյուսի հարավից եկած օտար երկրների թափառականների համար, որոնք մեզ գալիս է սորեցնելու, իրենք որտեղ հայկական կրթություն չունեն, հայկական քաղաքագիտական միտք չունեն։ Լևոն Շանթը, որի մասին չգիտեմ, լսել են թե չէ սրանք։ Լսել են, հա։ Ուրեմն, չեմ ասում կարդալ, դե ասում եմ, որ լսել։ Լևոն Շանթն ինչ էր ասում պետության համար, ասում էր, որ այն ծանր վիճակում աշխարհում ասում է քաղաքականությունը ֆլիրտ է, սիրախաղ է։ Ասում է աշխարհը կառուցված այդ գռեհիկ փիլիսոփայության վրա։ Մենք էլ պիտի սովորենք դա անենք, եթե ուզում ենք ապրենք։ Հիմա ես կամ մնացածը պետության շահապահ եկող ինչ ասում, այ Երևանում բարտը պիտի վերջացվի, այդ որ երկում են, գասպադ օֆիցերի բան, հայկական կրթությունը պիտի, բշակույթը պիտի բան լինի, Մոսկվա կինոթատրոնի անունը պիտի փոխվի, Լենինգրադյանը պիտի փոխվի, իսկական պիտի փոխվի, Մոսկովյանը պիտի փոխվի, այս սրանք պիտի փոխվեն, Գյումրին պիտի հայերենացվի, Ալավերդին պիտի հայերեն լինի, սրա մասին խոսում են, ինչ են ուզում, ընդհանրապես ես սա չեմ հասկանում, բոլորի համար ասում եմ աշխարհում է, Հայաստանը ինչպես, գիտեք ինչու, որտեղ այդ մայրաքաղաքներում սովորեցնում են գրականության մեջ նաև, որ փոքր պետություններն ազգային շահ չեն կարող ունենալ։ Բայց հայերի համար ասեմ, որ Վահան Նավարսարդյան մի լավ բան էր ասում, որ ռուսների հետ Բաղդադն դե հարցը նրանց հետ եղել։ Ասում է պիտի հայը հասկանա, որ ինքը մեծն է, ռուսը խոշորն է։ Հերիք է ասեք, ասում է մեծ եղբայր։ Այս մեծ եղբոր տնից եկել են, մեզնից ինչ են ուզում։ Ինչ են ուզում։ Ուրեմն պիտի մեր պետությունը կայացնենք, որպես ասեցի։ 3 րոպե ժամանակ ունենք, ուզում եմ ձեր կարծիքը լսել։ Թրամփը դեսպաններին ետ կանչեց Հայաստանի նորմալ ինչ ակնկալիքներ ունեք։ Ես կարծում եմ, որ ես սկզբից էլ որ առաջի բաներից Թրամփի քաղաքականությունը մեզ համար վատ չի, չասեմ լավ է, դե լավ է երևում է, ոնց է լինի լավ, հիմա պիտի երկրորդ մասը կա, ուրեմն Թրամփի ադմինիստրացիայի արտաքին քաղաքականությունը վարում է Մարկ Ռուբիոն, արտգործ նախարարը կամ պետքարտուղարը եւ նրանք ունեն կոնգրես ունեն, ներկայացների պալատ ունեն, այդ վերջին, բայց դուք նկատել եք, որ այս վերջի շրջանում Էվանսից սկսած Հայաստանում ինչքան ամերիկյան դեսպան է նշանակվում, բոլոր դեսպանները Հայաստանն նպաստեն, կոպիրկին չեն, չեք նկատել, այնպես որ հուսանք, որ հաջորդներ կլինի եւ Աստված առողջություն տա Մարկ Ռուբիոին։
Շնորհակալություն եմ Եվ Թրամփին եւս։ Պարոն Շիրինյան, Խնդրեմ։ այս տարվա մեր վերջին Բարի։ հաղորդման համար եւ կարծում եմ Ստեսում։ 2026-ին արդեն որ հանդիպենք, կոնկրետ ծրագրերի մասին Այ, իհարկե։ խոսենք, կոնկրետ Խոսենք, այո։ պետք է խոսենք, ժողովրդին տեղ հասենք, որտեղ Դե ասում ընտրությունները եմ, արդեն իմ արածը բոլորը պատմագիտական եւ գիտության ոլորտից է։ Ես ոչ ոքուց չեմ անում։ շնորհակալություն եմ հայտնում Խնդրեմ։ այսօրվա հաղորդման համար։ Խնդրեմ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։